Սաղանավատ է 4-ը բոլորս։ Ես էլ առաջ անգամ իմ հավատքի կյանքի մեջ եղա Ռուսաստան, շրջանել նոր հավատքը ոչ կարգին լավ կրմենք, ըմբռնենք, նոր ենք լետպես, շատ բաներ չենք հասկանում։ Վերջը սաղ քնածի երկուքի մնաց են շրջան, երկուքի մնաց եւ մենք Աստծո խոսք է խոսում իրանց, երկուքի։ Ես մեկս մայմարդ մայրամն եկավ ասեց, ինչ որ Արմեն ասում է, լսա։ Հետաքրքիր է, երբ որ Աստծո խոսք ենք խոսում շրջան, մենք երրորդ հարկ ենք ապրում, երրորդ հարկ ենք դեմանում, էլի ասենք շենքեր, Զաբորա պատված, Չապարա պատված, եւ դե ոչ մեկը չեր կարող ներս մտնել եւ այդ առաջի հարկի տուրը երկաթի տուր է շրջան։ Ինչ ան նա կրա այսպես կաբերը խախտվի, խանգարեն, նա կրա այս ամեն չարություն անի շրջան։ Բայց այն կաբը, որ քու ներսը կա Քրիստոսին լայմը նա չի կրա դե խախտի։ Էսի կրա անի։ Բայց այն կաբը, որ քու ներսը կա ամուր պայա, նա չի կրա խախտի։ Դամար հավատ ունեցի Աստծո վրա։ Երբ որ Աստծո խոսք ենք խոսում է շրջանից, վերջ իրանք լսում են Միկրե տարչի տուն ադու շապուշ տվի ավար շրջան։ Ոմատane շապուշ չկա սալս վեր տարակ։ Հեմի իրանք բիշնեին ցա շրջան։ Ես իրանք ես մտա կալիդոր իրանք արդեն չածած աստծված է սադանեն էր։ Այսպես չարը խանգար է շրջան։ Եկան իրանք գնացին քնը։ Այո շրջան ելեմ ասում նա այդտումա այնտեղը որտեղ օրտնություն կան դեղ հետե մեռած մարդուն ինքը ձեր չի տանում։ Ինչ համար մեռած մարդուն։ Մարդը մեռած էլի շրջան։ Նա այդտումա այնտեղ որտեղ կենտանության շունչ կա, որտեղ Աստծո ճշմարտությունն է քարոզում շրջան։ Նա ուզում է խանգարի։ Լավ իմացեք։ Նա իր չար գործերը միշտ անում է։ Երբ որ մարդուց մեզ ավետարան քարոզը, մեկը տենում ես կամ մեկը զանգեց։ Էս զանգեց խանգար է շրջան։ Ինչո՞մ շատ անգամ մենք պաշտամունքի տեղերը դաժե ասում են որ Չերեպավես քաղաքում է շրջան դե որ աղոտկատու նոր ժամանակ որ սարկվավ դրին գրել էին երիտասարդ քույրիկներս որ հերախոսները մտնելուց անջատեք не послушание это грех այսինքն չես լսում հետաքրքիր է երբ մի օքի պես մտավ պաշտամունքի իմ հորող պես է շրջան եկել էր գործի պահով շաբաթ օրը Դե վերջը մնաց ինքիրագի վերջը, կմնաց կգաս պաշտամունքի ու պարճան։ Ժորջան, նստանք առավոտ պաշտամունքի սկսվել էր։ Էխեչ ոպացիչ լավ հեռախոսում դի անջատի։ Ժորջան, իրան զանգ եկավ։ Հորողպես դուրս գնաց։ Վերջը ես նստած եմ սպասում ենք դե չկա։ Դե մեր սպասավոր եղբայրը հայ աղբերան, դե ասեց այ Արմեն աղբեր, գնաց կարա զանգ եկել է, դուս մի ամաչում է, իրական ժորջան։ Գելա դուրս, տեսամ դիցեր ու պարես գալում, տեսամ եկավ մոտիկ, ասում այ Արմեն ջան, ես չգիտեմ ով զանգեց, ամաչում են ներս գայ արդեն ժողովուրդ ջան, ով զանգեց, սատանեն զանգեց, չարն է զանգում ժողովուրդ ջան, ինչ համար այսօր հավատքի մարդիկ հեռախոսները անջատում են պաշտամունքի ժամանակ, նո լավ եկավ ներս, բայց ինչ է, ակինբան զրկված ժողովուրդ ջան, ինչ է Բայց այն կաբը, որ քու մեջ կա Քրիստոսին, լավ իմացի, դա մահկուր սուրբ էդի ամուր պայա։ Նա քեզ միտք խապի, աշխարհասիրություն կբերա, բերում ասպես պատնոսներով բերում է։ Ինչ ես ուզում, հələ նայատես, ինչ գեղեցիկ այս աշխարհը, մարդ դու այս աշխարհը չես սիրում, այ մարդ ոնց կերնի։ Ջորջան, այո նա պատնոսով գալում է։ Բերում է, ինչ ես ուզում։ Իսկ եթե մարդը հավատքի մարդը լուրջ եղավ, ինքը եղավ հոգևոր աչքեր նա կտեսնի, եդիս կնա, իմ Հիսուսը սրբությունը, ես երբեք իմ տիրոջը չեմ ցավացնել, ժողովուրդ, հավատում եք, մենք մեր մեղքերով, մեր տիրոջ վերքերը ցավացնում ենք, մեր անհավատությունով ցավացնում ենք, երբ որ Տեր ասում է մի սիր աշխարհը, պարզ եղբայրը կարտած ասել ժողովուրդ ջան, բայց մարդը չի հավատում, սա ցավացնում է տիրոջ վերքեր, երբ որ մենք ցավացնում ենք մեր անհավատությամբ Երբ որ Թոմաս ասեց մինչև չտենամ ես աչքերով, մինչև մատներս իր վերքերի մեջ չխոտեմ, չեմ հավատա։ Սիրելի քույր ջան, եղբայր ջան, ինչ ես մտածում։ Եթե այդ մատները մտցներ Քրիստոսի վերքերի մեջ չեր ցավալու, հələ պատկացա դու վերք ունես, մեկը բերում այդ վերքիդ մեջ իր մատնա մտցնում։ Սա անհավատությունն է, սա ցավը մեր Տիրոջը ժողովուրդ ջան։ Դամար ամենամեծ անհավատի որ ասված խարի մեջ կա մեղքի ցանկություն եղբայր սա կարտա ժողովուրդ ջան։ Այդ մարդը չի հավատում։
Ժողովուրդ ջան, Տերը օրհնի մեզ ողորմի, այո գրված է Ժողովուրդ ջան։ Եթե մի բան ավետարանի մեջ գրված է, շատ քչերը պիտի փրկվեն։ Ես երական մի եղբոր Ժողովուրդ ջան, ինչ որ գրած է ճշմարիտ, մի Աստված ուզում է, որ ես ու դու ամեն լսող այս խոսքը քարոզը, որ ես տվյալ անձը մի հատ գա ինքս ինքի հասկանա, որ շատ քչերը ես եմ մտնում այդ քչի մեջ։ Եթե ուզում ես մտնես այդ քչի մեջ, ուրեմն Աստծո սրբություն կա, ավետարան կա, ճշմարտություն կա, դու դրանով պիտի մտնես մեջ։ Համար Տերս օրհնի Ժողովուրդ ջան, ամուր մնացեք հավատքի մեջ, սիրեք Աստծուն, լավ իմացեք, սատանեն քնաշի, նա այդ մանտեղ, որտեղ դու, եթե դու արթուն ես հոգևոր կյանքի մեջ, քիթդ ընդեղ է խոտում ինքը, Ժողովուրդ ջան։ Եթե մի տեսա Եվ 51 Սաղմոսի առաջի խոսքը ասում է ողորմենզի ով Աստված քո ողորմությանդ համեմատ, քո առատ գտությանդ համեմատ, ջնջե իմ հանցանքներս, ջնջե։ Դու ուզում ես որ ջնջա Տերը քո հանցանքները։ Ուզում ես։ Ժողովուրդ ջան, սա մենակ գլխով ասելը չի։ Սա մարդու ներսը պետք է հոշարվի։ Հայ, ես ուզում եմ ջնջա իմ բոլոր հանցանքներս, ջնջա։ Ժողովուրդ ջան, այո, Տեր ուզում է ջնջա մաքրա ինձ ու քեզ։ Ասում է քո առատ գտության հետ համեմատ ջնջի իմ հանցանքներս ու իմ անօրությունես բոլորովին զիս լվա։ Իմ անօրությունից զիս լվա։ Ժողովուրդ, ես որ աշխարհի ցանկություններ, այդ ուր է գա, մարդու ներսը կա, Ժողովուրդ ջան։ Սատանեն արդեն թույնել էր Ադամ եւ այն թույնը, թե թույնը կա, Ժողովուրդ։ Այսօր մի մարդիկ էս ամեն բան ուր ցենում։ Սա արդեն թույնը կա մարդու մեջ։ Սենյակ է սա դարձը երևույթ է։ Եվ մարդն ասում է այն մարդը կարևորը սիրտ է, այն մարդը ջախանգարում։ Սմա իմ անօրությունես բոլորովին զիս լվա, ու իմ մեղքերս զիս սրբե։ Վազ ես կճանչնամ իմ հանցանքներս, վասնց ես կճանաչեմ իմ հանցանքներս։ Քանի մարդը չի ճանաչում իր հանցանքը, Ժողովուրդ ջան, մարդ ապրում է մեղքի կյանքի մեջ։ Ապրում է։ Մարդը հնարավոր մեր գանա, բայց իր համար ամոչի, Ժողովուրդ ջան։ Շատ անգամ մենք ամաչում ենք, բայց տվյալ մարդը չի ամաչում, Ժողովուրդ ջան։ Ինչու համար։ Որտեւ արդեն անօրինի թույնը խմել է, իր աչքերը փակվել է։ Ինչպես եղբայրը ասում է, այս ավետան որ ծածկված է կորսվածների համար է ավետան ծածկված, Ժողովուրդ ջան։ Այն լայն ճամփող գնացողների համար է ծածկված այս ավետանը։ Իրանք կարդում են չեն հասկանում, որ սրբություն է պետք, որ իրանք նեղ ճամփով պիտի մտնեն, Ժողովուրդ ջան։ Դա ասում են, որ գրած է, որ մեսուրը ինչ պիտի անենք, ջանք անենք, որ մտնենք այդ նեղ ճամփով։ Այո, դու մեզ անարգեն։ Հետո մնաց կարող ասեն, կարող շատ բաներ ասեն, բայց կկա վաղտը, խնդում է նա, ով վերջում պիտի ծիծաղի, ուրախանա։ Այդ դու ուրախան, երբ որ դու կմտնես երկինք եւ Ժողովուրդ ջան։ Սմավազ ես կճանչնամ իմ հանցանքներս ու իմ մեղքս միշտ իմ առջևս է։ Դու այսօր տեսնում ես աշխարհի մեջ ինչ մեղքեր է թափառում։ Սիրելի քույր եղբայրս, դու անձամբ տեսնում ես։ Եվ ինչու՞ համար շատ անգամ երիտասարդները մտնում են այդ ճանապարհով գնում են։ Այո, գալում են պաշտամունքի, բայց իրանց ներսը աշխարհը կարդ է, Ժողովուրդ ջան, վայելում են։ Հələ մի բան էլ ասես, կարա քեզի մի բան էլ վիավորի։ Ու ինչ կորտնա, իմ կյանքն է, ոնց ուզում եմ ապրի։ Այս սիրելի քույրիկ ջան, եղբայր ջան, եւ ոնց ուզում ես ապրի։ Այդ ասվածը կոմա ցավկաշ, որ եղբորը գրում է քեզ համար ցավը եղբայրը չի։ Եղբոր շատ է պետք է քեզ յալ մի հատ վիավորես եղբորը, Ժողովուրդ ջան։ Ինչու համար։ Ասված տեսնելով ինձ ու քեզ դրա համար խղճում է ինձ ու քեզ։ Ասում է եղբայր ջան, քարոզասա։ Ասա։ Դու իմ ծառան ես, ասա խոսա իմ ժողովրդի հետ, մեղքն իմ ժողովրդը հանկարծ չտան այդ լեն ճամփով։ Այո, եւ ասու մարդը, հավատքի մարդը, նա ունենում է վաղ։ Նա չի կաշկանդում ճշմարտությունը խոսելու համար, Ժողովուրդ ջան։ Եվ չորրորդ խոսքը ասես միայն քեզի դեմ մեղանչեց, եւ քու աշկերուդ առջև չարություն երի, որպեսզի արտարը լաս խոսքերուդ մեջ ու անարատը լաս դատաստանիդ մեջ։
Ժողովուրդ ջան, Աստված արտար էր դատաստանի մեջ, լավ իմացեք։ Աստված իր բոլոր գործերի մեջ, դատաստանի մեջ արտար է։ Այն ոսոր մարդիկ հայտնվել են դժոխքում, երբեք այդ մարդիկ դժոխքում, նրանք չեն ասում մի մեղ կդնեն, ասեն դու մենք չենք եկել դժոխ, ասած պաս ցույց կտա ժողովուրդ ջան։ Տելևիզորից բացումա ցույց է տալը մարդու իր ծնված օրվանից մինչև իր մահվան կյանքը, տեսնում եք։ Պետք է ասա, աղջիկ ջան, տղա ջան, բայց կան որ խոսում ենք, քարոզում ենք, բա դու քիչ ես լսում։ Հիմա ում ես մեղադրում։ Ինչու իր ականջներդ փագե, ինչն էր պատճառը։ Ասմանրադը լաս դատաստանիդ մեջ, այ ես անորությունով ծնա, ու իմ մայրս մեղքով հղիացեց զիս։ Շատ անգամ մարդիկ ասում են եղբայրը ինչ եմ արել, մեղք եմ գործել, ժողովուրդ, մարդ այսօր չէ դեռ ինչ արի։ Բայց այստեղ Տիրոջ խոսքի ինչ ասում, չես մա։ Ու իմ մայրս մեղքով հղիացեց զիս։ Թասոնը փառավորվիս է ժողովուրդ ջան։ Այո, մենք տեսնում ենք, երբ որ մարդը ծնվում է, որ նա ծնվում է այդ մեղքի կյանքի մեջ է գալում։ Բոլոր երեխեքը որ ծնվում են եւ մեծամի արդեն հասկանում են, որ իրանց բոլորին պետք է մեղքի թողություն, զղջում է պետք ժողովուրդ ջան, ով ուզում է լինի։ Բոլոր երեխեքը որ քանի իրանք գիտակցում են ժողովուրդ ջան, երբ որ ծնվում են արդեն հասկանում են մեղքը ժողովուրդ ջան, նրանք բոլոր իրանք ունեն զղջման։ Դամոց իմ մայրս մեղքով հղիացուց Այս ես մեղքով արդեն ծնվել եմ։ Երբ որ եկել եմ ես աշխարհ արդեն մեղքով ծնվել եմ մեկ աշխարհ։ Եվ ես աշխարհի համար, մարդկության համար Քրիստոսը մեռել է։ Այսինքն ուրեմն իմ համար արդեն իմ Տերս մեռել է։ Իմ համար արդեն այրուն է տապի մեղքի հարց արդեն Տերս լուծել, այս նա մենակ մնում ասեմ Տերը, ներ աղաչում եմ հայր։ Ները իմ բոլոր չարիքները, որ ես անում եմ Տեր Հիսուս ջան, ները։ Եվ 9-րդ խոսքը մինչև 11 ժողովուրդ ջան։ 9-րդ խոսքը։ Իմ մեղքերես երեսը ծածկեցիր, բոլոր անություններս ջնջե։ Իմ մեղքերես երեսը ծածկե։ Ասում եմ իմ մեղքերես երեսը ծածկա, չտեսնես ես մեղքերը։ Այո, մեղքը ահավոր բան է ժողովուրդ ջան։ Եվ Աստված չի կրում ես մեղքը տեսնի նայի։ Աստված ուզում է, որ մարդը զղջի ապաշխարա։ Դու մեղքով չես կրա մոտիկ անցնում ժողովուրդ ջան, դու պետք է զղջաս քո մեղքի համար, որ նոր ընես Տիրոջ գիրկը։ Այո, Աստված չի նայում դու ինչ մեղքեր ես գործել։ Աստված նայում է դու զղջում ունես թե չէ։ Բոլոր մարդիկ որ գալում են, բոլոր մարդիկը մեղավոր են գալում ժողովուրդ ջան, բոլոր մարդիկ։ Ասում է եղբայրան կան մեղք եմ գործել, Աստված չի ների, ասում եք բամիկ ինչ են գործել, այդպես սա խոսում են մարդը որ նոր բրիթ առնա ասում։ Հավատքի մարդը դա էլ չի ասում, հավատքի մարդը հասկանում է, որ ինքը մեղավոր է։ Իր բոլոր մեղքեր Աստված ներում է։ Շատ անգամ որ մարդիկ զղջում են սրտանց, փոխում են մարդիկ իրապես իրաց մեղքերի համար, շատ անգամ Սատանան ասում է քո մեղքը չի ներե։ Գիտես քուրո ջան, քո մեղքը չի ներե։ Խեշքուրը հիմա տարապում է։ Ինչ ես տարապում, սիրելի քուր եղբայրս։ Նույնիսկ դու չես հավատում այն մեր բանը, որ դու զղջաս, որ Աստված քեզ ներում է։ Ինչու ես անհավատ եսօր։ Ինչու չես հավատում, որ Աստված քո մեղքը ներել է, որտեղ դու չես սիրում այդ մեղքը։ Սմայի մեղքերից երեսը ծածկե ու բոլոր անօրությունս ջնջե։ Այո, թո ջնջա Աստված մեր ներքի բոլոր անօրությունը ջնջա մեր կյանքի ժողովուրդ ջան։ Ջնջա։ Որ մեր կյանքի մեջ ոչ մի մեղք անօրություն չմնա։ Մեր թելը չմնա։ Եթե մի թել թողում ես, մի փոքր տեղ թողում, մի քիչ քաշա մարդու ժողովուրդ ջան։ Ասում բոլոր ջնջա իմ կյանքից։ Եվ դաս խոսում ով Աստված, իմ մեջս մաքուր սիր ստեղծե։ Ով Աստված, իմ մեջ մաքուր սիր ստեղծա, Հիսուս ջան, մաքուր սիրտ։ Սա դու պետք է ասես, ես պետք է ասեմ, ժողովուրդ ջան։ Այս ով Աստված իմ մեջ մաքուր սիր ստեղծե ու իմ ներսիդից ուղիղ հոգին նորոգե։ Զիս երեսեդ մի ծկեր ու քո սուրբ հոգիդ ինձ մի առներ։ Այիշնա վախենալու։ Սմա ինձ երեսիդ մի ծկա եւ քո սուրբ հոգին ինձնից մի առ։ Այո, վախենալու բան ասա ժողովուրդ ջան։
Այսօր շատ անգամ մարդիկ տրտմեցնում են Սուրբ Հոգուն եւ ասում են եղբայր ջան, ել Սուրբ Հոգին չի գործում։ Ինչն է պատճառը։ Էլ մի հատ նայ որտեղ ես ընկե, ինչ կա բանկու կյանքի մեջ, որից դուրս գաս դու, զղջաս ապաշխարես, ժողովուրդ ջան։ Տասնվեց 17 խոսքը ժողովուրդ ջան, ու վերջացնենք։ Ասում եմ վասնզի զոյից չես հաճի, որ զանիկա մատուցանեն, դու ողջակեզալ չես հաճիր, Աստծո զոհը կոտրած հոգին է։ Որն Աստծո զոհը քո կյանքի մեջ, քո կոտրված հոգին, որ դու կոտրվում ես քո օրդ առաջ։ Ոչ թե մարդու շատերած ջանքերը, բայց մարդը չի կոտրվում։ Մարդը հբարտ մնում է, ժողովուրդ ջան։ Դա որ ասես Տեր Աստված, Տեր Հիսուս ջան, Տեր ախր սկան հրաշքներ ենք արել, դևեր ենք անել։ Սկան ջանքեր ենք տեսել, ասես գնացեք, ես ձեզ չեմ ճանաչում, ոչ ասա ավետարն ասում, գիտեք։ Սա վախենալու բան է։ Պատկերացրու տվյալ մարդիկ արդեն հասել են, արդեն դուր պիտի մտնեն, ասում են գնացեք, ես ձեզ չեմ ճանաչում, ասում ախր մենք սկան բան ենք արել քեզ համար։ Իսկան դևեր ենք անել, սկան բաներ ենք արել։ Ասես ես ձեզ բնավ չեմ ճանաչում, Աստծո վախ մեր կյանքի մեջ։ Ապրենք ճիշտ։ Ով ինչպես ուզում ապրի, ես այդպես եմ սովորեցնում եմ։ Տեր ասած, ով ինչպես ուզում է ապրի, ես ուզում եմ մաքուր ապրեմ քո առջև։ Պարկեշտություն ունեմ քո առջև, Հիսուս ջան։ Կապ չունի թե մենք եղբայրներ ենք, ժողովուրդ ջան, մենք էլ ունենք պարկեշտություն ապրելու։ Դամար Տերես օրհնի, որ ժողովուրդ ջան։ Ասում դու ողջակեզել չես հաճի, վասնզի Աստծո զոհը կոտրած հոգին է, կոտրած ու խոնար սիրտը ով Աստված դու չես անարգում։ Ժողովուրդ ջան, բարձ Աստծո խոսքը ասում է կոտրած ու խոնար սիրտդ Աստված չի անարգում, ժողովուրդ ջան։ Եթե դու կոտրվում ես, խոնարհվում ես, ականջը տալում ես լսելու եւ դու զղջում ես, այն որ եղբայրները քարոզում են Տիրոջ խոսքը, ժողովուրդ ջան, այո, շատ անգամ մարդիկ մտածում են, որ սա եղբայրը խոսած ու պրծավ։ Ինչ համար մարդիկ չեն լսում։ Որտե մարդիկ եղբայրն է խոսում։ Մարդկանց ագարները փակ Աստծո ձայնը չեն լսում, ժողովուրդ ջան։ Նրանք չեն լսում ոչ թե եղբայրն է խոսում, Աստված հենց պրամու քո հետ խոսում է եղբոր միջոցով։ Ինչ համար Տիրոջ Հիսուսին չեն ընդունում, ասում են ախր ինքը Հովսեփի որդին չի։ Ժողովուրդ ջան, այդ համար մարդիկ չեն հասկանում։ Նույն այսօր նույն բան այսօր կա նույնպես, ժողովուրդ ջան։ Դա ասում է եղբայրը մի բան խոսացել է այն մարդ։ Եղբայրը մի բան չի խոսում։ Եղբայրը Աստծո խոսք է խոսում, ժողովուրդ ջան։ Սա խոսում է իմ ու քո համար։ Կարա մի բանը քեզի ցավալի լինի, ժողովուրդ ջան, բայց ավելավ այդ ցավը ընդունի, այդ նեղ դռնով ներս մտի, վաղմիսօր երկինք հայտնվի, ժողովուրդ ջան։ Դամար տո Տիրոջ անունը փառավորվի, սիրասո ժողովուրդ ջան։ Օրհնյալը մեր Աստված, փառք տվեք Աստծուն, փառք տվեք, ժողովուրդ ջան։ Որ Աստված մեղքը չի ծածկում քո մեջ։ Այն մարդը ոնց ուզում են թող ապրեն վաղմիսօր, ժողովուրդ ջան, եթե մեղք մնաց քո մեջ, դու երկինք ոչ էլ ես չեմ մտնի, ժողովուրդ ջան, լավ իմացեք։ Ոչ մի հատ։ Մենք ասենք արժե հավատքի մարդը երբ որ թողել է Աստծուն, հեռացել է Տիրոջի, ժողովուրդ ջան, Աստված վերջի շեմ մարդը գնում է տեղաշոր, այն վերջի շրջի գոնե հասցնում է զղջա, խոստովանվի, ներողություններ խնդրի ու նոր հոգին տալը։ Ժողովուրդ ջան, այդպես օրհնյալ հայր ունենք։ Գոնե վերջի պահին մեկ է տեսնում ես չի թողում քեզ, սիրելի հոգի։ Իշքան պետք է այսօր գոհանաս Աստծուց, որ հիմա Տերը խոսում է քո հետ։ Տեր ուզում է իր ձեռքը մեկնի, քեզ օգնի, քեզի վեր անի, ժողովուրդ ջան։ Դամա Տերես օրհնի, թող իր սուրբ ժողովուրդը, թող Աստծո ժողովուրդը Աստծո վախ ունենա, ժողովուրդ ջան, Աստծո վախը սուրբ է։ Այո, Աստծո վախը սուրբ է։ Ինչ որ ասում աչքեր ունեք, չեք տեսնում, ականջներ ունեք, չեք լսում։ Մարդիկ եւ տեսնում են, եւ չեն տեսնում, եւ լսում են ու չեն լսում։ Ինչ համար դրա համար էլ չեն փոխվում, ժողովուրդ ջան։ Դամա Տիրոջ անունը փառավորվի, սիրած կանով կվերջի, եւ տես խոսքը ինչ որ մեկին կպավ, ժողովուրդ ջան։ Թող Տերը տա, բոլորս էլ փոխվենք, նմանվենք Հիսուսին, ժողովուրդ ջան, նմանվի Հիսուսին։ Ամեն, ժողովուրդ ջան, ամեն։